Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ներկայացնել անբարենպաստ օրերը և ժամերը որոշակի օրգանների և մարմնի մասերի բուժման և վիրահատության համար։ Նման թեմաները ես ընդհանրապես տեղադրում էի Facebook-ում, բայց Facebook-ը քանի որ փակ է, տեղադրում եմ արդեն այստեղ։ Ժամերին ուշադրություն դարձրեք, կարող եք նաև գրանցել ձեզ մոտ, որպեսզի հասկանալի լինի, թե որ օրը և որ ժամին ինչ կարող եք անել։ Եթե ապրում եք մեկ այլ ժամային գոտում, ապա ժամերը փոխեք ձեր ժամերով։ Անպայման փոխեք, մի նայեք հենց նույն ժամերը, փոխեք ձեզ մոտ, թե ձեզ մոտ երբ եք այլու այդ ժամը։ Եվ այսպիսով մենք արդեն մի քանի օր է ինչ անցել ենք եւ ես կսկսեմ հուլիսի 8-ից, քանի որ Մերկուրին հետադարձ եւ ծրագրի հետ կապված եւս խնդիրներ կային, հուլիս ամիսը դեռ չկար, դրա համար չի կարողանում ասել, իսկ հիմա արդեն կարող եմ։ Եվ հուլիսի 8-ից կսկսենք, քանի որ այստեղ կարող եմ նաև հուլիսի 6-ից սկսել, 6-ից մինչև 8-ը ավելի ճիշտ է։ Հուլիսի 6-ից ժամը 19:07 մինչև հուլիսի 8-ը կեսգիշերն անց 30 րոպե, այսինքն գալիս է 8-ի գիշեր լույս 9:00 գլուխը եւ ուղեղը, գլխի շրջանում նյարդային համակարգը, գանգը, դեմքը, ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանի խոռոչը, վերին ծնոտը, ատամները, լեզուն, կզակը եւ մկանները։ Այս օրգանները չկարելի վիրահատություններ անել։ Հուլիսի 8-ին լույս 9 ժամը 00:30 մինչև հուլիսի 10-ի գիշեր լույս 11 ժամը 02:41 չի կարելի վիրահատություններ անել, գլխի հետևի մասը, ուղեղիկը, ճակատային խոռոչների օրգանները, լսողական խողովակները, քիթը, ադենոիդները, ստորին ծնոտը, պարանոցը, կոկորդը, ըմպանը, նշիկները, շնչափողը, կերակրափողը, ականջները, վահանաձև գեղձը, ձայնալարերը, ուսերը եւ ուսի հոդերը, այսինքն ուսերից վերև ոչինչ չի կարելի անել։ Հուլիսի 10-ի գիշեր լույս 11 ժամը 02:41 մինչև 12-ի գիշեր լույս 13 ժամը 02:46 չի կարելի վիրահատություններ անել, շնչառական օրգանները, շնչափողը, պլևրան, բրոնխները, թոքերը, լեզուն, վերին ուսային գոտին, մատները, ձեռքերը, ուսերը, նախաբազուկները եւ նյարդային համակարգը։ Հուլիսի 12-ի գիշեր լույս 13 ժամը 02:46 մինչև 14-ի գիշեր լույս 15 ժամը 02:35 չի կարելի վիրահատություններ անել, կրծքավանդակը, կրծքագեղձը, կատնագեղձերը, պլևրան, լորձաթաղանթները, ստամոքսը, դիաֆրագման, մարսողական համակարգը, ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը, լյարդը, լիմֆատիկ համակարգը, հանգույցները։ Հուլիսի 14-ի գիշեր լույս 15 ժամը 02:35 մինչև հուլիսի 17 ժամը 04:07 արդեն առավոտյան շուտ, այսինքն 16-ի գիշեր 17-ը։ Սիրտը, սրտանոթային համակարգը, դիաֆրագման, ողնաշարը, կողիկները, կողքերը, մեջքը, վերին մասը եւ ողնուղեղը։ Հուլիսի 17-ին լույս ժամը 04:07 մինչև հուլիսի 19 ժամը 08:56 չի կարելի վիրահատություններ անել, որովայնի խոռոչը, աղիքները, բարակ աղիքը, արեգակնային հյուսակը, դեվինսոն բժիշկները կհասկանան սա, պիլորուսը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, լեղապարկը եւ կույրաղիքը։ Հուլիսի 19-ին ժամը 08:56 մինչև 21 հուլիսի ժամը 17:35 չի կարելի վիրահատություններ անել, երիկամները, մագ երիկամները, փայծաղը, միզապարկը, միզածորանը, արգանդը, ձվարանները, աճուկային շրջանը, մեջքի ստորին հատվածը, մաշկը, ոսկրածուծը, մեջքը, ստորին մասը։ Հուլիսի 21-ին ժամը 17:35 մինչև հուլիսի 24-ը ժամը առավոտյան 05:07 չի կարելի վիրահատություններ անել, աճուկային հատվածը, արտազատման համակարգը, սեռական օրգանները, էնդոկրին գեղձերը, լեղապարկը, հաստաղիքը, երիկամային կոնքը,
միզապարկը, ձվարանները, արգանդը, հեշտոցը և շագանակագեղձը։ Հուլիսի 24-ին առավոտյան շուտ ժամը 05:07 մինչև հուլիսի 26-ը ժամը 17:45 չի կարելի վիրահատություններ անել կոնքազդրային հոդերը, ազդրերը, սրունքները, հետույքը, ոտքերը, կոնքազդրային հոդից մինչև ծունկ, կապանները, ջլերը, լյարդը, արյունը, արյան հետ կապված բոլոր մանիպուլյացիաները։ Եվ եթե մեկ այլ վիրահատություն եք անում այն, որոնք որ ես ձեզ չնշեցի, ապա ամենավատ օրերն են վիրահատության համար, դա հուլիսի 17-ը, 25-ը և 29-ը։ Իսկ ամենալավը, եթե չեմ նշել, իհարկե այդ վիրահատության հետ կապված օրգանները, այդ օրը վիրահատություն ունեք, բայց ոչ այդ օրգաններում, ապա այստեղ լավ են օրերը։ Հուլիսի 6-ը, 8-ը ժամը 14:00-ից մինչև 22:40 և ամսի 6-ը և ամսի 8-ը։ Հուլիսի 10-ին մինչև ժամը 14:10 հուլիսի 15-ին ժամը 11:00-ից հետո և հուլիսի 18-ին, 22-ին և 30-ին այդ օրերը կարող եք անել մեկ այլ վիրահատություններ, որոնք որ կապված չեն տվյալ օրվա այս կամ այն օրգանների հետ։ Եթե այդ օրը այդ օրգանը չի կարելի անել, ուրեմն չի կարելի անել։ Եթե այդ օրգանը չեք անում, ուրիշ բան եք անում, ապա նայեք նաև լուսնային մեկ այլ օրերը։ Արդեն իսկ նշեցի լավագույն և վատագույն օրերը։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։